դուրս է գարունը, մարդիկ սիրահարվում են, դուրս են գալիս բոսնելու այգիներում, ու հեն խեղճ տղու կամ աղջկա շունչը կտրվում է, ինքը սկսում է փռշտալ։ Մոտավորապես 30%-ը մեծահասակների տառապում է ալերգիկ ռինիտ։ Ոնց իրանց պետքա նախապատրաստվել, որ գարունը լինի սիրառատ։ Լավ հարցեր եմ չէ՞ տալի։ Արտակարգ հարցեր եք տալիս, Հայաստանում ունենք բոլոր հնարավոր միջոցները ախտորոշելու եւ բուժելու։ Դեղորայքային ալերգիան յուրաքանչյուր բժշկի վիրաբույժի մնացած բոլոր մաս շտապօգնության բժշկի ահուս արսափն է։ Կարող են ավարտվել մահացությամբ։ Բժշկություն թողում եմ գրում, դեռ չեմ գրել։ Աղոթքով բուժվում շո պրծավ։ Ողջույն սիրելի հյուրեր, ողջույն սիրելի բարեկամներ, ֆանտաստիկ գարնանային օր է ձեզ սպասվում, որովհետև մենք այսօր ունենք շատ special հյուր։ Մեր հյուրը Հայաստանի Հանրապետության գլխավոր ալերգոլոգ, չնայած հիմա պաշտոնը փոխվել է, կոչվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ալերգոլոգիայի իմունոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու, Հերացի կլինիկայում ալերգոլոգիայի ծառայության ղեկավար, բաժանմունքի ղեկավար Արմինե Հակոբյանն է։ Բարև ձեզ դոկտոր ջան։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Տրամադրությունը Տոնական։ Իդեպ դուք տեսնում եք դոկտորի սեղանին դրված սուրճը, որը պատրաստել է անձամբ Սերգեյ Սարգսյանը, Arm-Comedy հաղորդավար Սերգեյ Սարգսյանը։ Մենք այսօր խոսելու ենք ալերգոլոգիայից, մենք խոսելու ենք սեզոնային ալերգիաներից, քանի որ դուրսը գարուն է։ Մենք խոսելու ենք այսօր միֆերից, որ վերաբերվում են ալերգիաներին, եւ ընդհանուր առմամբ հասկանալու ենք, թե ինչ բան է ալերգիան։ Իդեպ դուք մեզ կարող նայեք ոչ միայն YouTube-ում, այլև Yandex podcast-ում, Google podcast-ում, Apple podcast-ում, ու լուբոյ ինչ-որ բանի կողքը գրեք podcast բառը ու այնտեղ podcast-ներ լինի, մեզ կարող գտնեք, բայց ամենակայֆը այն կլինի, որ նաև YouTube-ում նայելուց ծխմեք լայքի ու մեզ միանալու կոճակ ու այն զանգակը չխկացնեք։ Դոկտոր ջան, նորից ողջունենք ձեզ ու սկսենք մեր podcast-ի նկարահանումները։ Հարց, ինչի որոշեցիք բժիշկ դառնաք։ Ով էր ձեր ճուզողը, որ որոշեց բժշկ Արմինե ջան, չէ, ինչ ծրագրավորողը, ծրագրավորողներն ինչ են հասկանում կյանքից, դառեք բժշկուհի։ Սկսեմ նրանից, որ ես հին մարդ եմ ու իմ ժամանակ դպրոցական տարիներին ծրագրավորող հասկացողություն չկար։ Ինժեներ մաթեմատիկ էլ կար, բայց ես բժշկական ընտանիքից եմ իրականում։ Փոքրուց ունեցել եմ տեսողական խնդիրներ եւ ինձ փոքրուց տենց տարել են տարբեր բժիշկների ու ես տենց որոշել եմ, որ ես մեծանալու եմ, դառնալու եմ բժիշկ ու դառնալու եմ աչքի բժիշկ։ Տենց որ ոչ մեկ չստիպեց, տենց ոնց որ by default կներեք անգլերեն բառիս համար գնաց, որ ես պետք է դառնամ բժիշկ։ Անհամեստ հարց, բայց դուք ալերգոլոգ եք, աչքի բժիշկ չեք։ Այդ պատմությունը արդեն սկսեց ավելի հետաքրքրել։ Երբ որ ես դարձա 4-րդ կուրս եւ հասկացա, որ վիրաբուժական մասնագիտությունը չեմ կարողանա տիրապետեմ, օֆթալմոլոգիայից հետո տխրեցի, որ ես չեմ կարող դառնալ աչքի բժիշկ։ Ձերքի շնորհք չունեմ իրականում։ Համբերություն երևի այդքան չունեմ։ Դե չգիտեի, որ անպայման չի այն ժամանակ։ Եվ դե որոշեցի դառնալ հոգեբույժ։ Երբ որ ավարտեցինք, արդեն պետք էր արձինատուրան ընտրել, ես ասեցի ընտանիքում, որ ես դառնում եմ հոգեբույժ, մամաս եւ ամուսինս ասեցին, վայ չէ։ Հայրս ինձ իհարկե շատ ոգևորեց, ասեց դարձի, եթե իմ կարծիքը քեզ, այո, ինչ մասնագետ։ Ֆարմակոլոգ։ Մայրս լաբորատորիայի բժիշկ է, հայրս ֆարմակոլոգ եւ հայրս ասեց դարձիր, ոչ մեկին մի լսիր, ես էլ սենց խեղճացա, դե ջահել էի, փոքր էի, կարծում էի, որ մամայի ամուսնը ասածը պետք է անպայման լսել ու ասեցի դե լավ, կդառնամ ալերգոլոգ եւ ամենազավեշտալին էս պատմության մեջ այն է, որ ինստիտուտի տարիներին ես գիտեի, որ ես հաստատ չեմ դառնալու մաշկաբան եւ ինֆեկցիոնիստ, որովհետեւ մաշկային բոլոր դրսևորումները իմ համար անտանելի էին եւ ես չգիտեի դառնալու ալերգոլոգ, որ ես համ ինֆեկցիաների հետ գործում եք, համ մաշկի։ Եվ մեր ամբողջ երևի թե մեծ մասը ալերգիկ, այո, հիվանդությունների դա մաշկի մասին է, որը որ շատ անգամ ինֆեկցիաների հետ ենք աշխատում։ Բժշկուհի ջան, հիմա ես ուզում եմ մի քիչ պարզ պրիմիտիվ լեզվով խոսանք, թե ինչ է ալերգիան, որովհետև մարդիկ գիտեն, ասում են ես ալերգիա ունեմ, ալերգիան ընկալում են որպես հիվանդություն, չգիտեմ ինքը արդյոք համարվում է հիվանդություն թե ոչ։ Ինչ է ալերգիան, ո՞նց է առաջանում, մի քանիսից պարզ պրիմիտիվ որ նկարագրենք, թե ո՞նց է էլի մարդը իր մոտ ձևավորում ինչ-որ նյութերի հանդեպ ալերգիա։
Իրականում ալերգիան, եթե պարզ լեզվով ասենք, դա մեր իմուն համակարգի ոչ adekvat, մի քիչ աննորմալ պահվածքն է սովորական եւ անվնաս նյութերի նկատմամբ։ Օրինակ, դա ծաղկափոշին է, կենդանների տարբեր տեսակի սպիտակուցներ, ալերգեն եւ այլն, կամ օրինակ սննդամթեր, կոսմետիկ նյութեր։ Այսինքն մարդը մեղավոր չի, որ իր մոտ զարգանում է ոչ adekvat ռեակցիա։ Այդ եթե sense պարզ լեզվով ասենք, այո, ալերգիան դա պաթոլոգիա է, ալերգիկ հիվանդությունները համարվում են հիվանդություններ եւ կա նաեւ այսպես միֆեր անիմաստ, որ դե ալերգիան չի բուժվում, դե ալերգիան հիվանդություն չի, դե դրա մասին իսկը մենք խոսենք, բայց իմուն համակարգը ինչ-ինչ պատճառներով իրեն պահում է ոչ adekvat, եւ մենք սկսում ենք պատասխանել անվնաս նյութերի նկատմամբ շատ sense գերզգայուն ձևով, այո։ Այսինքն ավելի պրիմիտիվացնեմ կներեք ձեր խոսքը, այսինքն եթե օրինակ բակտերիան կամ վիրուսը պետք է մտնի մեր օրգանիզմը իմուն պատասխան տա, ջերմություն բարձրանա, այտուց ձևավորվի, դեմարկացիոն զոնա, այսինքն պաշտպանական զոնա ձևավորվի, որպեսզի մոբիլիզացնեն, վերացնեն վիրուսի բակտերիան, նույն ձևի ռեակցիա տալի ծաղկափոշու, կաթի կամ չգիտեմ, պլաստմասի, լաստիկի ու նմնացած նյութերի հանդեպ։ Աբսոլյուտно ճիշտ ձևով ասեցիք, որովհետև եթե վիրուսի բակտերիայի սնկի նկատմամբ դա իմուն համակարգի նորմալ ֆիզիոլոգիական ֆունկցիան է, ալերգիկ ռեակցիան դա արդեն իմուն համակարգի ոչ նորմալ, այսինքն ամեն ինչին պատասխանում է գրեթե նույն ձևով։ Այսինքն բժշկուհի ջան, ճիշտ եմ հասկանում, իսկ ի՞նչն է պատճառը ոչ adekvat պատասխանի։ Այսինքն ո՞րն է դրթում, ես հիմա որպես ուսանող եմ նստած հարցեր տալի, ինձ էլ հետաքրքիր։ Ոնց է ստացվում, որ մեր օրգանիզմը ոչ adekvat է պատասխան տալի կոնկրետ այդ նյութերի նկատմամբ, դա գենետիկ predisposition-ն է, նախատրամադրվածությունն է, թե ուրիշ խնդիրներ կան սրա հետ կապված։ Ուրեմն կա նախ ժառանգական, հա, նախատրամադրվածությունը, բայց դա վերաբերվում է ընդհանրապես 3 հիվանդություններին։ Այդ ռինիտն է, որը հիմա մենք ունենք ալերգիկ ռինիտը։ Այո, դա մենք հաղորդումը նկարում ենք ապրիլի 4-ին, դուսը ծաղկափոշին տենց լավ պտտվում է, հա, ու հիմա ես շատ լավ հիշում եմ, երբ որ Սիրիլ Նազենի Հովհաննիսյանի հետ live talks ենք նկարում, ես ծաղիկներ էի բերեն Ազենին ու ինքը որոշեց պոլկայի վրա դնել ծաղիկները ու իմ մոտ սուր ալերգիա սրվեց ու ուղիղ եթերա սուր ալերգիան սրվել է քթերս փակվել է չեմ կարող խոսալ շունչս կտրվում է ինչեւ հա տենց մի անգամից շատ անդուր ռեակցիա ունեմ ծաղկափոշու նկատմամբ դա հենց առաջինը ռինիտն է ասթման բրոնխիալ որը կարող է լինել սեզոնային շուրշտարյա եւ ալերգիկ եւ ոչ ալերգիկ հա եւ ատոպիկ դերմատիտը կամ էկզեմա նեյրոդերմիտ այդ հին անվանումներն է նեյրոդերմիտը հին անվանումն է էկզեմա ատոպիկ դերմատիտը ժամանակակից այսինքն այդ 3 հիվանդությունները ունեն ժառանգական նախատրամադրվածություն եթե օրինակ ընտանիքում ինչ որ մեկը ունի այդ 3-ից մեկը ապա երեխաների կամ քույր եղբոր մոտ բավականին բարձր է ռիսկը զարգացնել այդ 3-ից մեկը բայց այլ հիվանդությունները ոչ մի ձևով ժառանգական նախատրամադրվածություն չունեն օրինակ որ ասում եք կոսմետիկ նյութերի կամ ասենք ակրիլի նկատմամբ մազի ներկի նկատմամբ հա պարֆյումի նկատմամբ եւ այլն բացատրություն որպես այդպես ինչ կա որ ասեն այ SSS պատճառներով SSS անձանց մոտ լինում է ավելի բարձր նախատրամադրվածություն ինչ որ մի պահի ինչ որ մի բան օրգանիզմում սխալ է գնում եւ օրինակ զարգանում է դեղորայքի նկատմամբ ռեակցիա որը անկանխատեսելի է այո Դրանից խոսենք ու բայց ուզում եմ մի հատ իր այդ հասկանանք այդ 3-ը ժառանգական բնույթ են կրում մնացածի պատճառները այսինքն իդիոպաթիկ է մենք մինչև չենք հասկանում ինչից է որպես բուն պատճառները այսինքն ծագումնաբանական հայ էտիոլոգիան այ այսինքն այս ինչ մարդկանց մոտ պետք է լինի օրինակ այս կոսմետիկ նյութից ալերգիկ ռեակցիա ոչ դա sense պատահականությամբ ոնց կստացվի ու մոտ ոնց կստացվի կա իհարկե այն վարկածը որ օրինակ ատոպիկ անձանց մոտ ատոպիկ անձիկ նրանք են ով օրինակ դուք եք հա որոնք ունեք սեզոնային ալերգիկ ռինիտ մի քիչ ավելի բարձր է նախատրամադրվածությունը զարգացնել օրինակ կոնտակտային դերմատիտ հա այդ տարբեր նյութերի նկատմամբ զարգացում կան տենց ինչ որ առանձնահատկություններ բայց որ ասեմ հստակ ինչ որ օրինաչափություն հաստատված ապացուցող բժշկությունով Դոկտոր ջան, ստե մի հարց ծնվեց, որ լիքը բժիշկների է հետաքրքրում, օրինակ մեր հիվանդները դեղերից կամ ինչ-որ սննդից կամ բանից, զանգում են մեկի բժիշկ ալերգիա է,
բայց դու սկսում ես կասկածել, հասկանալ ալերգիկ ռեակցիա թե չէ։ Ոնց հասկանալ պացիենտի մոտ ալերգիա է զարգացել, թե ոչ։ Արյան քննություն կլինի էոզինոֆիլների քանակը մենք կնայենք, իմունոգլոբուլին Ե-ի մակարդակն է պետք որոշել։ Ոնց հասկանանք հիվանդի մոտ այդ պահին ալերգիկ ռեակցիա գնում, թե չէ։ Ամենակարևոր ալերգիկ դրսևորումը, որի հետ առնչվում են բոլոր մասնագիտության բժիշկները, դա դեղորայքային ալերգիան է։ Եվ ամենակարևորը ճանաչել դեղորայքային ալերգիան, որը հիմնականում դրվում է միայն կլինիկական դրսևորումների վրա։ Ալերգիաները ունեն մաշկային դրսևորումների, ես նկատի ունեմ, երկու հիմնական ախտանիշ՝ ցան եւ քոր։ Այստեղ ես միշտ ուսանողներին ասում եմ, եթե ցանը առանց քոր է, դա ալերգիա նման չի։ Շատ հազվադեպ դեպքերում կարող է ցան լինել, բայց քիչ քորով դրսևորվել։ Իսկ եթե քորը առանց ցան է, դա էլ ալերգիա չի։ Այսինքն այդ երկուսը սենց ոնց որ պետք է հիշել։ Այո, հեշտ լավ բան է, չի հիվանդները ասում են, այնտեղ հիմա քոր սկսավ, ասում ես ցան չի եղել։ Կոկորտս խեղտեց, աչքերս ծակծկեց, այդ բոլորը կարող են նախ սուբյեկտիվ լինել, շփոթեցնել բժիշկին, շատ անգամ բժիշկներն էլ դե գիտեք, սարսափում են։ Հենց լսում են դեղորայքային ալերգիա, դու գնա ալերգոլոգի մոտ, միջև չգնաս։ Ես բան ունեմ, իմ բուժման թերթիկը որ տալիս եմ, հիմա սա հիվանդներս էդի ֆիքս են, այնտեղ գրած է դեղորայքի նկատմամբ ալերգիա ունեք, թե ոչ, ու տալիս եմ այդտեղ ստորագրել բուժումն է, ու որ ես հիվանդին հաստատ հարցրել եմ ինքը ունի թե չէ։ Դա կարևոր է, որովհետև օրինակ արտասահմանում դա ամենակարևոր կետերից է տարբեր մասնագիտության բժիշկների մոտ, օրինակ ատամնաբուժական կլինիկաներում է դա պարտադիր, օրինակ կոսմետոլոգիական կաբինետներում միջոցառումներից։ Իհարկե, որովհետև դեղորայքային ալերգիան ցանկացած անձի մոտ ցանկացած պահի կարող է զարգանալ եւ բժիշկը մեղավոր չի ոչ մի դեպքում։ Այսինքն, եթե այս պացիենտը նախկինում չի ունեցել, ոչ մեկ մեղավոր չի, որ ինչ որ մի պահից կարող է զարգանալ դեղորայքային ալերգիա։ Բժիշկը հակապ է ամենադժվարը հայ պացիենտ է աշխատելու ցենա, որ ինչի հանդեպ ալերգիա ունես, չգիտեմ բժիշկ ջան, ինչ որ բան սրսկին ալերգիա ունեցա։ Օ, այդտեղ ստուպրը սկսվում է, հա, այդտեղ ախր այդ ինֆոն է, որ կարա քո կյանքի ամենաերևի կարևոր ինֆորմացիան է։ Պետք է չգիտեմ, վրիտ նույնիսկ չգիտեմ, տատուիրովկա ունես, որ օրինակ ես չգիտեմ, պենիցիլինից ալերգիա ունեմ։ Ու այդ անտանելի դժվարացնում է աշխատանքը, այդ վաղ բժիշկը իրոք սարսափում է, որովհետև դու հիվանդին տեղը գրում ես ճանապարհում ես տուն, չգիտես հետո ոնց է լինելու, էլի։ Իրականում, երբ որ մարդը ունենում է իրական ալերգիկ ռեակցիա, որը կարող է դրսևորվել շոկով, ասենք իրանք լինում են ռեանիմացիաներում եւ այլն, այդ դեպքերում իրանք անգիր գիտեն իրենց դեղը։ Երբ որ դեղի ռեակցիան եղել է կասկածելի, իսկ մենք շատ ենք առնչվում, որ պացիենտները իրենց դրել են ախտորոշում։ Ես այս դեղից ալերգիա ունեմ։ Շատ ուրոլոգիան ֆուրադոն, կներեք էլի որ ընդհատում են ֆուրադոնինից ալնում։ Ֆուրադոնինից հետո սրտխառնոց բան են ունեմ, ծանր դեղական մոնորալից հետո սրտխառնոց բան։ Ես ալերգիա ունեմ, ու ոնց է դրսում սրտխառնոց, անտիբիոտիկա սրտխառնոց պետք է։ Այո, ես պացիենտ ունեի, որը եկավ, ասեց ես ամեն դեղից ալերգիա ունեմ, բոլորից։ Ասում եմ, իսկ ոնց է դրսևորվում ձեր ալերգիան։ Դեղը վրաս չի ազդում։ Ես տարբեր։ Ես սաղ անտիբիոտիկներից ալերգիա ունեմ, այդ արտահայտությունը։ Այո, շատ։ Բայց դեղորայքային ալերգիայի մասին խոսելուց շատ կարևոր է խաչաձև ալերգիաների մասին խոսել, որովհետև այդ հիմնականում թողնիներեն բոլոր իմ գոլեգաները, այդ թվում ես եմ ինձներում, մենք լրիվ չենք տիրապետում խաչաձև ալերգիաներին։ Եթե հիվանդը ունի այս խմբից ալերգիկ ռեակցիա, օրինակ պենիցիլիններից, ինքը շատ հավանական է, որ կունենա ցեֆալոսպորիններից նույնպես ալերգիա։ Ոնց կազմել մտքում ինչ-որ պլան, որ դու հասկանաս դու խաչաձև ալերգիաների հետ աշխատես։ Այստեղ գիտելիքը կարևոր է, բայց այդքան շատ գիտելիք չի պահանջում։ Մի քանի կետեր կան։ Եթե անձը ունի պենիցիլինի կամ ցեֆալոսպորինի նկատմամբ ալերգիկ ռեակցիա, ապա խաչաձև ռեակցիայի հավանականությունը, այսինքն որ մյուս նույն օղակի մեջ, հա, դա բետա-լակտամային խմբի անտիբիոտիկներն են, ապա դուք որպես բուժող բժիշկ իրավունք չունեք իրան որևէ բետա-լակտամ նշանակեք, միջև մեզ մոտ չգա չանցնի փորձը ու չհաստատվի ունի թե չէ։ Այսինքն այդ մի փուլով դուք բացառում եք անտիբիոտիկները։ Երկրորդը ցավազրկողներն են։ Հիմնականում իրանք են, որ ունեն իրար մեջ խաչաձև ռեակցիաներ։ Եթե գա ձեզ մոտ պացիենտ ու դուք ասեք դուք ունեք օրինակ դիկլոֆենակից կամ իբուպրոֆենից ալերգիկ ռեակցիա եւ իրականում նա նկարագրի այդ ցանավորում, այտուց, ուշքս գնաց, հնգա հիվանդանոց եւ այլն, այդ ժամանակ դուք չեք կարող որևէ ցավազրկել
զրկող նրան նշանակել, միջև չուղարկեք մեզ մոտ, իսկ մենք պրոտոկոլային անում ենք դեղորայքային պրովոկացիոն բոլոր փորձերը։ Դա իստե մի հատ հարց տամ ու անցնեմ առաջ։ Մենք չպատասխանեցինք, մաշկային դրսևորումները հասկացանք, բայց այդ ժամանակ իմունոգլոբուլին E կամ էոզինոֆիլներ որոշելը ինչքանով է ինֆորմատիվ է։ Անիմաստ է, որովհետև մեզ մոտ էլի շատ անգամ գալիս են պացիենտներ, ասում են, գիտեք, նայեք, ես ալերգիայի անալիզը տվել եմ, ես ալերգիայի անալիզս բարձր է։ Իմունոգլոբուլին E-ն կարող է բարձր լինել ռինիտով պացիենտի մոտ, ասթմայի պացիենտի մոտ, եւ ինքը ինֆորմացիոն արժեք ընդհանրապես չունի այդ ժամանակ։ Էոզինոֆիլներն ինչ որ գեզգայնություն ունի։ Էոզինոֆիլներն էլ այդ ինչ որ ծանր ասթմաներ կան, ոչ լավ կարգավորվող այդ ժամանակ ունեն նշանակություն։ Հիմնականում կլինիկական դրսևորումները առաջի հերթին են։ Այբ որ գալիս է մեզ մոտ ու մենք արդեն տեսակն ենք որոշում դեղորայքային ալերգիայի, այդ ժամանակ մենք ունենք մեր առանձնահատկությունները։ Ուզում խոսեմ նաև, որ մենք ունենք արագ ու դանդաղ տիպի զարգացող ալերգիաներ, այս ոչ թե լեկցիա ենք կարդում, այլ էսի մի բան է, որ դու հանձնում ես ալերգոլոգիայի կուրսը ուսանող տարիներին ու քո ուսանողական աստղային տարածած դե լավ է ալերգոլոգիա, խիրուրգիա, այսօր ապենդիցիտ կամ բան, հետո գնաս հիվանդանոց աշխատելու ու դու հասկանում ես ինչքան տգլոր ես դու ալերգոլոգիայից, sense բառը բնի իմաստով, որ քեզ պացիենտի հետ աշխատելուց ինչքան շատ է էս պետք, ինչքան շատ է պետք գալիս ու մնացած բոլոր մասնագիտությունները ինչքան է պետք գալիս, երևի մենակ թու պաթոլոգիան երձելու բան չի, պետք է դա չգա, բայց ալերգոլոգիան ինչքան է պետք գալիս ակամետ ուզում ես գնաս մի հատ, ասում ես մի հատ էլ գնամ այդ նույն կուրսը մի հատ էլ անցնեմ դա հասկանալու համար։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Ի դեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-ին էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։ Խոսացինք, որ արագ դանդաղ տիպի ալերգիկ ռեակցիաներ կան, շատ հետաքրքիր բան կար, երբ որ ես հիվանդների մոտ նկարում եմ դեղը ավարտելուց հետո են ունենում ալերգիկ ռեակցիա, երբ որ դու դեղը նշանակում ես 10 օրով ու հիվանդը զանգում 11-րդ օրը, ասում է ես ալերգիա ունեմ, ասում է 3 եմ վերջի դեղս խմել, ու մեր ալերգոլոգի հետ Աննային լիքը ջեմ բարևներ գենետիկայի կենտրոնի, խոսելուց հասկացա, որ հենց 11-րդ օրը շատ բնորոշ է դանդաղ տիպի ալերգիկ ռեակցիաներին, ինչով է 11-րդ օրը պայմանավորված են։ Իրականում այսպես դասական պատմություն հա դեպք, երբ որ օրինակ կոնկրետ ամոքսացիլինը դա վերաբերում կամ պենիցիլինային շարքին, հա, ամպիցիլին, ամոքսացիլին 7 օրվա կուրսը խմում են, վերջացնում են, անցնում է 3 օր, 10-11-րդ օրը մեկ էլ ցանավորվում է։ Բացատրվում է նրանով, որ օրգանիզմում միջև սենսիբիլիզացիա է ենթարկվում, sense բարդ բաներով չեմ ուզում խոսքերով բացատրեմ, բայց քիչ-քիչ ինչ որ բաներ են կուտակվում, այդ քիչ-քիչ կուտակվածը սկսում է դրթել ուրիշ բջիջները, որ նրանք էլ ձերբազատ են, ինչ որ նյութեր, որոնք նոր հասնելով մարզ սկսում են դրսևորումները իրենց ոնց որ ներկայացնել, հա։ Այդ դանդաղ տիպի գերզգայունությունները, այսինքն դանդաղ տիպի ռեակցիաները դեղորայքային մի քիչ ավելի քիչ վտանգավոր են, քան այն արագացվածը, որը կարող է րոպեներ, վայրկյաններ կամ Ես արագ տիպի գերզգայունություն սպորիում աշխատելուց ինքան եմ տեսել, այն որ անալգինզիմետրոլն անում ես, ջեբդ ադրենալին է սպահում այդ պահի համար ու դեքսամետազոն, հա, ես դա շատ լավ։ Նրանք շատ վտանգավոր են, չնայած այս ուշացած ռեակցիաներից մենք ունենք շատ ծանր դրսևորումներ, Ես հիվանդներ ունեի, որ ուշացած տիպի ռեակցիաներ ունեին ու ամիսներով վերականգնում էր տեղի ունենում, որովհետև իր ցանը կորում էր, 1-2-3 շաբաթ հետո նորից հետ էր գալիս։ Կան, այո, ծանր ձևեր, որոնք ոչ թե այդքան երկար են տևում, դա վատ, որովհետև այո, դա կարող է հետևանքներ ինչ որ երկար տևելը լինի, բայց բավականին ծանր են, այսինքն էլի կարող են ավարտվել մահացությամբ։ Այսինքն մենակ շոկը չի, էլի ոչ շոկը չի։ Բժշկություն թողում եմ գնում, դեռ չեմ գրել։ Բուժվում ենք։ Մենք կանք։ Բուժվում ենք բույսերով, չէ, դա չի օգնելու։
չի օգտվում։ Աղոթքով բուժվում շփրծավ։ Գնացինք առաջ ու մի հատ հետաքրքիր լեգենդ կա բժիշկների մեջ, երիտասարդ բժիշկների մեջ, որ այդ պրոբաները անիմաստ են։ Կստացի ինձ հետաքրքիր է այդ պրոբաները տարբերություն կա։ Այն պրոբան, որ դնում է բուժքույրը վանից առաջ, ցեֆտրակսիոնը անելուց առաջ, որ աչքաչափով պրոբան ու այն պրոբայի մեջ, որը դուք եք դնում, ու իրականությունը կամ լեգենդա դուք տեղ ավելի լավ կասեք, որ առաջինը տվեցինք սենսիբիլիզացիա չենք ունենա, երկրորդի ժամանակ ենք մենք ունենալու սենսիբիլիզացիա, այդ ժամանակ հենց կարանք հանդիպենք ալերգիկ բարդությանը, մի հատ կպատմեք ոնց այդ պրոբան արվում։ Լավ հարցեր եմ չէ՞ տալի։ Արտակարգ հարցեր եք տալիս, որովհետև մենք օրինակ բոլոր հարթակները օգտագործում ենք, որ դա սենց ինֆորմացիան տարածենք։ Սկսեմ նրանից, որ ամբողջ աշխարհում եւ մեզ մոտ էլ պրոբան, այսինքն դեղորայքային փորձը անում է բժիշկը։ Ու դա ստանդարտ է։ Ցեֆտրակսիոն։ Այո, բոլոր դեղերը։ Ես ոչ միայն ցեֆտրակսոնի։ Այն ունեցած։ Այո, եւ երկրորդը երիտասարդ բժիշկները ճիշտ են, որովհետեւ դե կարծում եմ մեր սաներն են վերջապես մեզ մոտով արդեն անցած եւ մենք մաքսիմալ ճիշտ եւ ապացուցողական բժշկության հիման վրա է մեր ամեն ինչը։ Ես որպես դասախոս եմ ասում, հա, բանի համալսարանի իրականում քույրի դրած փորձը բացարձակ արժեք չունի։ Այստեղ ոչ թե կարևոր է այն է, որ փորձը դրեց եւ սենսիբիլիզացիայի ենթարկեց, այլ տեխնիկապես դրեց սխալ փորձ, որը ունի առաջինը, եթե լինի կեղծ դրական, ուրեմն հիվանդը զրկվում այն իրան պետքական դեղից, երկրորդը եթե լինում է կեղծ բացասական, դեղը տալիս է ընկնում է օրինակ շոկի մեջ։ Հիմա որն է ճիշտը։ Փորձը պետք չի կատարել, եթե պացիենտը նախկինում չի ունեցել որևէ ալերգիկ դրսևորում տվյալ խմբի դեղի կամ տվյալ դեղի նկատմամբ։ Այսինքն փորձի կատարումը այլ բժիշկների կողմից ընդհանրապես անթույլատրելի է եւ ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, երբ որ 8 թվականին էր մենք դիմեցինք առողջապահության նախարարություն, իդեպ ասեմ ամեն տեղից ենք դա ասում, որը արգելեց դեղորայքային պրովոկացիոն փորձ կատարել այն հիմնարկներում, որոնք մասնագիտացված չեն, այսինքն միայն ալերգոլոգի կողմից։ Իսկ դուք ո՞նց եք այդ փորձը անում, որ օրինակ X բուժքույրը վատ անում։ Համաձայն եմ։ Նախ փորձը դա ուրեմն սկզբից գալիս է պրիկ, հետո ներմաշկային։ Քույրը մի անգամից անում է ենթամաշկ, արդեն տեխնիկապես սխալ է մեկ, երկրորդը բոլոր նոսրացումները ուղղակի կաթացնում են կաթիլի միջոցով ծակոց են կանում, որը սպասում ենք, որը անվնաս է, որը շատ զգայուն մարդկանց մոտ, նույնիսկ եթե անաֆիլաքսիա է եղել անամնեզում, հա, մի հատ կարմիր պապուլա է, այսինքն ընդհանրապես այս բշտիկ է առաջանում եւ վերջ։ Ոչ մի համակարգային ռեակցիա չենք ունենա։ Եվ երկրորդը տեխնիկապես դա մեր ներմաշկային փորձերն են, ոչ թե ենթամաշկային։ Եվ ամենակարևորը նոսրացումները։ Ենթամաշկ ճարպա գնալու մինչև ընդդեմ տեխնիկապես սխալ է եւ նոսրացումներն են սխալ։ Բուժքույրը մասնագիտացված չի եւ պարտավոր չի իմանալ այդ բոլոր նրբությունները։ Մենք ավելին ասեմ, մենք ունենք մեր բաժնում բժիշկներ, մեկ բժիշկ, որը հենց դրանով է մասնագիտացված եւ մեր բոլոր դեղորայքային փորձերը ինքն է անում։ Իսկ բժիշկի Հակոբյան սենց հարց, իսկ այն դեղերը, որոնք հաբերի տեսքով են։ Ապրեք, շատ լավ հարց տվեցիք։ Տոքսիցիկլինը իմ ամենասիրած դեղերից մեկը, չգիտեմ, էլի կան նման տիպ դեղեր, ունենք հաբերի տեսքով։ Օրալ պրովոկացիա է դա կոչվում, որը անում ենք 3-ից 5 օր, սպասում ենք 7 օր։ Դա երկարատև process է։ Դեղ եք տալիս 7 օր։ Դեղ ենք տալիս 7 օր։ Էլի փոքր նոսրացումներով, դա կոչվում է բարձրացման դոզայով, այսինքն հատուկ պատրաստված հստակ միլիգրամներով կամ դեղաչափերով, դա պատրաստվում է եւ տալիս ենք օրալ պրովոկացիան։ Այստեղ մի հատ բուջուրիկ բան ասեմ, քանի որ պացիենտները շատ հուզվում են եւ այլն, շատ հիմնականում լինում է պլացեբոյով։ Այսինքն սկզբից ենք տալիս պլացեբո մի 2 օր, որպեսզի ոչ մի բան չզարգանա, հետո նոր տալիս ենք դեղը։ Նույն էլի կապսուլայի տեսքով, նույն ձևով, այո։ Շատ հետաքրքիր է, խափում եք էլի։ Բայարկե։ Հա, չէ, շատ հետաքրքիր է, որովհետև դեղորայքային ալերգիան յուրաքանչյուր բժշկի, վիրաբույժի, մնացած բոլոր մաս շտապօգնության բժշկի աուս արսափն է։ Երբ որ դու գնում ես ջերմություն իջացնես շտապօգնությամբ անալգինզիմեդրոլը երակի մեջ, արդեն հիվանդը։ Այո։ Ես այդ տեսարանը, հա, ամենավախեն։ Առաջինից հետո ես ադրենալինը շպրիցը հավաքած էի պահում արդեն, որ էլ դրա վրա էլ ժամանակ չծախսենք, հա, թութու ամեն ինչ լավ ավարտվի միշտ։ Անցնենք սեզոնային ալերգիաներից խոսանք։ Դուրս է գարունը, մարդիկ սիրահարվում են, դուրս են գալիս բոսնելու այգիներում։
ու հեն խեշտը հուկա մաղջիկա շունչը կտրվում է, ինքը սկսում է փռշտալ, ինքը սկսում է աչքերը այտուցվել, գնում է տուն, տնից չի ուզում դուրս գա եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչու է պայմանած սեզոնային ալերգիաները ու ոնց իրանց պետքա նախապատրաստվել, որ գարունը լինի սիրառատ։ Ինչ լավ ասեցի։ Շատ սիրուն ասեցիք։ Սեզոնային ալերգիկ ռինիտը, որը դուք տենց սիրուն նկարագրեցիք, իրականում շատ տարածված հիվանդություն է եւ օրինակ Ամերիկայի ինձ ամեն անգամ մեղադրում են, ասում ինչի՞ ամերիկական տվյալները տալիս։ Դե ասում իրանք շատ լավ ստատիստիկա ունեն ու քանի որ ազգաբնակչությունն էլ շատ է, բավականին նենց լավ օրինակ է։ Մոտավորապես 30%-ը մեծահասակների տառապում է ալերգիկ ռինիտով սեզոնային եւ պատճառը դա ծաղկափոշին է, որը որ ծառերի, խոտերի, որոշ հացազգիների եւ մոլախոտերի։ Այսինքն մեկ-մեկ որ ասում են, դե չէ, բժիշկ ջան, իմ ալերգիան արևից է, ասում իսկ ձմռան արևից դուք ալերգիա չեք ունենում, ասում են դե չէ, իրականում գարնանը տաքը երբ որ սկսվում է։ Ալերգիկ ռինիտի պատճառը, ինչպես ասացի, ծաղկափոշին է եւ ուրախալի փաստ է, որ մենք Հայաստանում ունենք բոլոր հնարավոր միջոցները ախտորոշելու եւ բուժելու ալերգիկ ռինիտը։ Այսինքն ոչ մի սեզոնից առաջ այն չակերտավոր մակրող սիստեմաներ կամ երկարատև ազդեցության կորտիկոստերոիդներ են անում, որը աբսուրդ է իրականում ու ցավում եմ, որ նույնիսկ շատ բժիշկներ են դա խորհուրդ տալիս, դե մի հատ սրսկվեմ, որ սեզոնը լավ անցկացնեմ։ Նատրի տիոսուլֆատով բանով։ Չէ, այս երկարատև ստերոիդներն են, անունները չասեմ, որ անիմաստ գովազ չլի, տիոսուլֆատը Մոնտելուկասն էլ ստերոիդ չի, ասենք դիպրոսպան, ֆլոստերոն, կենալոգ եւ այլն, այդ դեղերը նկատի ունեմ, որ ասիտի մասին ինչ կասեք։ Ահա։ Հիմա դա աբսուրդ է։ Իրական բուժումը դա ալերգեն սպეციფიկ իմունոթերապիան է, որը Որն է աբսուրդ ասիտը։ Չէ, աբսուրդը այն դեղերն են, որ մի հատ սրսկվենք, որ սեզոնը լավ անցկացնենք։ Իրականում կարող անցնում են իրանց մոտ այդ բոլոր դրսևորումները, բայց հետն էլ այնքան բանակ խանդում օրգանիզմում, ստերոիդի երկարատև է։ Իմունոսուպրեսիա գնում գնա իրանց իմաստը իմունոսուպրեսիան է իմունիտետը թույլա չի պատասխանում ոնց ալերգենին չի պատասխանում տենց էլ մեծ լուրջ բակտերիա եւ վիրուսի չի պատասխանի վաղամիսօր գումարած իր բազմաթիվ կողմնակի ազդեցությունները երկարատև ստերոիդների ալերգեն սպეციფიկ իմունոթերապիան շատ լավ մեթոդ է եւ ամբողջ աշխարհում շատ վաղուց արդեն կիրառվում է պարզապես վերջին տարիներին էլ ավելի են կատարելագործվել ենթալեզվային կամ տաբլետկաների ձևով հաբերից տեսքով տալիս են առաջարկում են պացիենտներին դա միակ ապացուցված որոշ դեպքերում, չեմ ասի բոլոր, լիարժեք բուժումն է թե բրոնխիալ ասթմայի, որը պայմանավորված է ալերգեններով, թե ալերգիկ ռինիտի։ Իսկ եթե լիարժեք չի բուժում, ապա թեթևացնում է այնքան ախտանիշները բոլոր, որ մարդիկ շատ հեշտ անց են կացնում։ Իսկ իրենց ի՞նչ է ներկայացնում իմունոթերապիան։ Ուրեմն մեղավոր, չակերտավոր ալերգենը, կոնկրետ ամենակարևորը ալերգիկ ռինիտի ժամանակ կատարել հետազոտում եւ հայտնաբերել ալերգենը։ Դա կարող է լինել մեկ կամ մի քանիս կամ մի խումբ, երբ որ մենք հայտնաբերում ենք ալերգենը, որը որ ամենաակտիվն է, ամենաշատ դրականն է, կոպիտ ասած, նոր առաջարկվում է կոնկրետ այդ ալերգենի փոքր դեղաչափով կամ չափաբաժնով ներմուծումը օրգանիզմ։ Ասում եմ, ստեղ արդեն կամ ենթամաշկային ձևն է, կամ ենթալեզվային, կամ հաբերի, կաթիլների տեսքով։ Բավականին երկար է, 2-3 տարի տևում է, 3-ից 5 տարի, տարբեր դպրոցներ, տարբեր բաներ են առաջարկում։ Բայց սաղքյանք ազատվում են։ Հա, բայց համենայն դեպքում կամ ազատվում են, կամ թեթևանում են գոնե։ Ես մի հատ ընկեր ունեի, Դավ պրիվետ, ինքը երևի կնայես հաղորդումը, իրան մոտ կար հետաքրքիր ալերգիա ինքը շատ արագ ընկնում էր կվինկեի մեջ։ Մենք ոչ մեկից չենք պատկերացնում ինչից է։ Մեր գենետիկայի կենտրոնում կար Ալեքս հետազոտությունը, դա ինձ անցկացրեցինք Ալեքսը, մի քանի բան բերեց, ամենահետաքրքիրը կատվի մորթին, հա, կատվի, հա։ Ինքը ստացավ համապատասխան պատվաստում, հա, այսպես կոչված իմունոթերապիա, հա, բայց երևի ոչ Հայաստանում։ Ոչ Հայաստանում, դրսից բերեցին դեղերը, ինքը ստացավ, հա, ու ազատվեց այդ ալերգիայից, հետաքրքիր ինքը կատու չէր պահում, բայց իր գործի տեղը բոլորը կատու էին պահում, բոլորի շորերի վրա ինքը կար, ինքը հետաքրքիր գործի տեղն էլ ընկնում էր կվինկեի մեջ, էլի։ Հա, ինչ է նշանակում պատվաստումը, թե այդ իմունոթերապիայի մասին է խոսքը։ Իմունոթերապիայի մասին է, նաև հոմանիշ ունի ալերգովակցինա, հա, դե որովհետև ոնց որ պատվաստման ձևով լինի, հա, քիչ-քիչ օրգանիզմին ներմուծում եք եւ տվյալ նյութի նկատմամբ ձևավորվում է ընտելացում, սենց ասեմ, ավելի հասարակ լեզվով ընտելացում է ձևավորվում եւ էլ չի պատասխանում օրգանիզմը դրան։
շատ հետաքրքիր է, չէ՞ մեր օրգանիզմը հասկանանք խափենք ինչից որ ինչ որ կարող լիներ։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք, այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մարիաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Ես Ստեփան Ավանցի եմ։ Ով ինձ ճանաչում է, գիտի, լոռեցի եմ, մամայիս կողմը Տաշիրից է, պապայի կողմը Ստեփանովի կողմերից է։ Բոլոր լոռեցիներին ջերմջերմ բարևներ, գիտեք չէ՞ լոռին աշխրհի կենտրոնն է, էլի, դա տենց բան կա։ Լոռեցիներին ձայնից նեղացած եմ, հեսա կասեմ ինչի։ Չէ, այդ հարցը, երեխեն ալերգիա ունի, տանենք դենդրոպարկ, թող մի հատ այդ սաղ փոշին շնչի։ Արա ես չեմ պատկերացնում ոնց կարելի է տանջել մարդուն, պրոստետի ռեալ տանջանք։ Գնանք թող այդ սաղ փոշին շնչի ու լավանա ու մարդիկ նշվում են ինչ որ լավացում գնում է, այդ կբացատրեք դենդրոպարկի ֆենոմենը, էլի։ Նեսոյի Ղարաբաղնիսի հեքիաթը հիշում եք, չեք հիշում։ Ես կարճ sense մի հատ ակնարկ կանեմ, ուրեմն հիվանդանում է Նեսոն, հավաքվում են ընկերները եւ ասում են ինչա բարձր ջերմություն ունի, դե արի ծածկենք։ Ծածկում են մի հատ վերմակ, երկրորդ վերմակը 10 վերմակ, ասում եմ լավ չեմ, չէ, ոչինչ, էս ինչը բուժվեց, լավացավ։ Նեսոն բողոքումա, վերջը մահանում է։ Ես վահանում են կողքի մյուսները ասում են դե ես ինչը մահացավ, մյուսը մահացավ։ Հիմա ես շատ նման եմ Նեսոյի Ղարաբաղնիսին, որովհետև դենդրոպարկի կան կազուիստիկ դրական կողմեր, ինչի եմ ասում կազուիստիկ, որովհետև պատկերացրեք իրավիճակ, անձը ունի ալերգիկ ռինիտ, կոնկրետ տարբեր ծաղկափոշիների նկատմամբ, ու դուք իրան տանում եք մի տեղ, որտեղ այդ ամբողջ ծաղկափոշին մեծ քանակով միանգամից ներթափանցում է օրգանիզմ։ Մենք հետո ունենում ենք բրոնխոսպազմներով, այդ ձեր ասած այտուցներով, կվինկեների։ Ավանի այդ բուսաբանական մեռնում էի պրոստը։ Այդ տենց ունենում ենք, բայց նաև ունենք դեպքեր, ոչ թե մեզ մոտ եկող, ասում են, գիտեք, ես ինչ լավ եղա դենդրոպարկից հետո, հավանաբար նրանք չունեն ալերգիկ ռինիտ, այլ ունեն այլ երևի դրսևորումներ, որոնց տենց իրանց ոնց որ չզինված գնաս քո թշնամիների դեմն կանգնես ու իրանք կրակ են քո վրա, հա։ Ես մենք այնքան ենք էտել ենք շատ խոսում, որովհետև ասում ենք ընկերներ տենց չի լինի։ Իմ միջալոց ուզում եմ ասեմ անձավաբուժության վերաբերյալ, անձավաբուժություն, այն որ քարանձավների, հա, ես նրանց ասում եմ քարանձավաբուժություն, էլի ինձանից կնեղանան երևի իմ գոլեգաները, բայց էս էլ մյուս պատմությունն է, որ բրոնխիալ ասթմայով հիվանդը, որը կարող է ունենալ բորբոսասնկերի նկատմամբ զգայունություն, որովհետև ալերգենները շատ են, ու իրանք իջնում են այդ քարանձավները, հետո վատացած էլի գալիս են մեզ մոտ։ Կարող է ինչ որ անձանց համար դա դրական ունի ազդեցություն, բայց էլի շնորհակալություն, որ անձավաբուժությունը պետպատվերից հանեցին, գոնե այդքան մասսայական, այսինքն հա, հիմա կնեղանան ինձանից, ես պատկերացնում ինչքան կրիտիկայի իմ եւ քննադատություն իմ հասցել, բայց դե պետք է ասել։ Անտիվաքսերների դեմ խոսում եմ, 150 հոգի հայտնվում է ու գրում է, որ ոչ մեկ, այն որ մարդիկ կարմրուկից ու ջրծաղիկից չեն մահանում հիմա, թութու իդեպ Հայաստանում ջրծաղիկի պատվաստանյութն է մտել, ես ասում եմ, այսա աղջկաս արդեն պետքա պատվաստեմ, ջրծաղիկի պատվաստանյութն է մտել, դա միանշանակ, մեկը մտածում է ջրծաղիկի պրոստը մաշկի վրա զիլոնկա քսելով անցնում է, չէ, նախ հետո երկրորդը չեմ ուզում երեխու վրա հետքեր մնա ջրծաղիկից հետո, հետո մեծ տարիքում։ Վերջապես 21-րդ դարն է, այդ անտիվաքսերը, որ ասում են, դե լավ, դուք ուրեմն գնացեք ապրեք այդ պայմաններում, մի օգտվեք ցիվիլիզացիայի բարիքներից եւ մի պատվաստեք։
կոնկրետ միլիարդավոր մարդկանց կյանքի։ Ինձ թվում է աշխարհում երկու մարդ կա, որ պետք է տենց երբ որ աշխարհի ամենակարևոր մարդկանց top 5-ը կազմեն, առաջի տեղում անպայման լինելու է Ֆլեմինգը, երկրորդ տեղով անպայման լինելու է Էդվարդ Ջեները, ով ստեղծեց պատվաստանյութը, երրորդը Վինստոն Չերչիլը, հայ просто շատ եմ սիրում։ Հա, Վինստոն Չերչիլը եթե չմտներ պատերազմի մեջ, մենք լրիվ ուրիշ աշխարհում կապրեինք, ինքը իր դուխով ու պոտենցիալով մտավ։ Այդքան քննադատված իր այդքան անտեսված կողմից եւ այդքան գնաց ինքը թոշակի անցած արդեն բան արած, բայց ազգի համար ամենադժվար պահին ամեն ինչ դրեց մի կողմ, եկավ ու դարավ բանի ազգի հայր, այսինքն ածեց նացի, հա, ասաց Եվա Մաբիշյայու 3 բան, ասաց կրով, պոտ, սլյոզы ու եղավ նա ինչ եղավ։ Այդ top 5-ը հետո կարելի է կազմել ամենակարևոր մարդկանց, բայց առաջ տեղում հաստատ Ֆլեմինգն է լինելու, որովհետեւ եթե Ֆլեմինգը չլիներ 8 միլիարդ մարդ երկրագնդի վրա հիմա չէր ապրի։ Ընդհանրապես մի մարդ, մի լաբորատորիա փրկեց մարդկությանը։ Իմիջիալոց ալերգիկ հիվանդությունների հիմնական սկիզբն էլ գիտեք երբ է, ընդհանրապես ասում են, որ էրան ալերգիկ հիվանդությունների երբ սկսվեց։ Առաջինը, երբ որ մարդկությունը սկսեց հագնել կոշիկ, այսինքն երբ որ մենք հեռացանք բնությունից, դա ոնց որ առաջի այդ էտապներ, հա, ոնց որ հետո ընդհանրապես 20-րդ դարի մի քանի էտապների են բաժանված եւ առաջինը դա ջրի քլորացումներ, որը հեղափոխական եւ բերեց այն հետևանքների, որ մարդիկ էլ չէին թունավորվում ջրից եւ այլն, երկրորդը անտիբիոտիկների ստեղծումը, որը ինչ որ չափով նաեւ նպաստեց ալերգիկ, դե ամեն ինչ ունի իր տարբեր։ Դե ասեմ անտիվաքսերների մասին բժշկականում լեկցիա եմ կարդում մեր հանրային բանի ամբիոնում, այդպես տեղ ունենք, որտեղ լեկցիայի որոշ մաս նվիրված է անտիվաքսերների շարժմանը։ Ուսանողների երկրորդ կուրսի երբ որ կարդում եմ, օրինակն եմ բերում, որ Ջեները 98-ին ստեղծում է 1695 պատվաստանյութը, 1702-ից արդեն իր մասին քննադատական հոդվածները գնում են։ Դոկտոր ջան, վերջի հարցն եմ ուզում ձեզ տամ բժշկության առումով, ոնց ընտրենք հակաալերգիկը։ Գնում ես դեղատուն կամ ինչ-որ ծանոթ բժշկի ասում դու էնի խմենի ամենավերջի սերնդի ամենավերջինն է, բայց ինձ օգնում է, չեմ դու կարող ասեմ պարլազին։ Ինձ օգնում է մենակ այդ մի հակաալերգիկը։ Մնացած հակաալերգիկների հանդեպ իմ օրգանիզմը դից հակում է ավելի թույլ է։ Իսկեն նույն Նիքսարի, Կեստինի, Էրիուսի, Դեզլորատադին, հա, բառնակով մնացածի հանդեպ ես ավելի վատ ռեակցիա եմ տվել, քան պարլազինի հանդեպ, որտեղ պարլազինը ինձ խմում առավոտ արդեն լավ եմ։ Մարդկա չգիտեմ, այնտեղ ավելի վատ բաներ, տավեգիլ, սուպրաստին ու մնացածի վրա։ Հա, ինչով է պայմանավորված, որ դեղը սերունդը կապ չունի, դեղը ընտրում է մարդուն, մարդը ընտրում է դեղին, այդ պրինցիպն է։ Գիտեք, այստեղ կա նախ օրգանիզմի առանձնահատկություն ոնց որ ցանկացած դեղերի նկատմամբ, հա, գաղտնիք չի որ մեկին մի դեղն է օգնում, լավ մյուսին մյուս, բայց այստեղ 3 խումբ կա, որը ամբողջ աշխարհում առանց ռեցեպտի է եւ աշխարհի որ կետում մտնեք դեղատուն, այդ 3 խմբի դեղերը կարող եք գտնել։ Այդ պրինցիպով էլ կարելի է առաջնորդվել։ 3-ից մեկը վերցնում եք։ Այդ որ 3 խմբը։ Դա լորատադինն է, ցեցիրիզինը եւ ֆեքսոֆենադինը։ Բացի ֆեքսոֆենադինից մենք ամեն ինչ ունենք։ Տելֆասներ մի ժամանակ։ Լորատադինը դա պարլազինը չի։ Չէ, լորատադինը դա կլարիցինն է, պարլազինը դա զիրտեկն է կամ ցեցիրիզինն է, լևոցեցիրիզին։ Այսինքն, ինչի են իրանք ազատ վաճառք։ Շատ տարածված են, մարդիկ շատ են։ Ազատ վաճառք, որովհետեւ շատ քիչ կողմնակի ազդեցություն ունեն, շատ քիչ ազդեցություն են դեղ, որ ամենակարևորն է, հա, ու ցանկացած մարդ ի վերջո կարող է գնալ եւ ազատ գնել։ Այո, թե այդ 3-ից մեկը, որը իր վրա ավելի լավ կազդի եւ այլն, դե ես ունեմ իհարկե իմ սիրած դեղեր, բայց դա կլինի գովազդ։ Չէ, ոչինչ, ասեք, ձեր որն է։ Ցեցիրիզին, լևոցեցիրիզին, որտեղ իրանք որն է, օրինակ, պարլազինը։ Հա, դրա համար որ դուք ասեցիք, հիմա իրականում չկա պարլազին շուկայում, կա լևոցեցիրիզին շատ լավ։ Ահա, դրա ավելի լավերը կան այսօր, ոնց որ նոր սերունդ, իրանք մի քիչ ավելի շատ առավելություն ունեն այլ դեղերի նկատմամբ, այլ խմբի դեղերի եւ հասկացա։ Հիմնականում անվտանգ։ Դոկտոր ջան, 3 գիրք, որ խորհուրդ կտակ կարդան մեր դիտողները, որոնք ձեր կյանքում ինչ-որ հեղափոխություններ արել, փոխել են ձեր միտքը, մտածողությունը եւ այլն։ Օ։ Կրթությունս ռուսական է, սովետական դպրոց ավարտած եմ։ Մաստեր Մարգարիտա ասելն արգելվում է։ Մեր հյուրերի 50%-ն է ասում, հա։ Սիրում եմ, բայց չէ, առաջի տեղում Ռոմեն Գարի կամ Էմիլ Աժար։ Ռոմեն Գարին միակն է, որ ֆրանսիական պատմության մեջ ստացել է 2 գոնկուր, որովհետև մի քանի մականունների տակ է գրել, այդ կոնկրետ Էմիլ Աժար Սաժին Սպիրիդի, այդ իմ ամենա երևի սիրված գրքերից մեկն է։ Երկրորդը կասեի
Hemingway-ի Fiestan։ Շատ ուժեղ ռուսական կրթություն է։ Ռուսականներից իհարկե Նաբոկովը իր խոսքի եւ տեսակը եւ Մարկ Ավրելիի մենախոսությունները։ Երևի տարբեր ձևով ա լինում, հա, այդ ստոիցիզմի ինչ որ բաները, հա, ռազմաշլենիա, հա, շատ հետաքրքիր եւ իր գաղափարախոսությունը եւ այլն, այդ երևի հիմնական այդ շատ գրքեր կարող եմ ասեմ, շատ ունեմ շատ սիրած գրքեր, բայց կարևորը մի քանի հատ։ Դե ինչ սիրելի պոնչիկներ եւ նիհարներ, խուճուճներ եւ բոյովներ, ճաղատներ եւ կոլոտներ, թմբլներ եւ ուրոլոգներ եւ նեֆրոլոգներ, բոլոր ովքեր նայում էին Medcast-ը, այսօր մեր Medcast-ը հասավ իր տրամաբանական ավարտին։ Մեր հյուրը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ալերգոլոգիա եւ իմունոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու Հերացի հիվանդանոցի ալերգոլոգիա իմունոլոգիայի բաժանմունքի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանն էր։ Բժշկուհի ջան, մերսի շատ հետաքրքիր զրույցի համար։ Մենք հուսամ էլի կհանդիպենք, էլի կզրուցենք ալերգիաներից։ Քանի որ հեսա սաղատ հավաքվելու եք գնաք Դենդրոպարկ, հաղորդման կտորը շատ ավելի ուշադիր կնայեք։ Ձեր սիրելի նիհար Ստրոյնի բժիշկ Դավիթ Տոնյանն էր, առողջ եղեք։